Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում վերստին հնչում է մայեստրոյի Play-El Royale-ը։ Գերմանաբնակ ճանաչված դաշնակահար միջազգային մրցույթների դափնեկիր Վարվարա Մանուկյանը թանգարանում հանդես կգա ռոմանտիկ դաշնամուրային համերգային ծրագրով, նվագելով Խաչատրյանի Royale-ը։ Այս գործիքի պատմությունը կապվում է Խաչատրյանի համաշխարհային ճանաչման և հայկական Սփյուռքում նրա հանդեպ համազգային սիրո դրսևորման հետ։ 1957-ին Խաչատրյանի միջազգային համերգային շրջագայության ընթացքում նա հեղինակային համերգների շարք է ունեցել նաև Արգենտինայում, Բուենոս Այրեսում, և ամենահայտնի արգենտինահայերը ձգտում էին երաժշտական հանճարին հյուրընկալել իրենց ընտանիքներում։ Նմանատիպ երեկո կազմակերպվեց ճանաչված մեծահարուստ Արզումանյանների ընտանիքում, որոնք հատուկ այս երեկոյի համար ձեռք էին բերել այս հրաշալի եզակի գործիքը ֆրանսիական Play-El մակնիշի Royale-ը, որը ստեղծվել է դեռ 1911 թվականին։ Եվ այս տարի մենք նշում ենք այս գործիքի 115-ամյա հոբելյանը։ Արամ Խաչատրյանը իր հանճարեղ մատներով դիպչել է այս ստեղնաշարին և երեկոն իհարկե շատ հետաքրքիր և ջերմ է անցել։ Մայեստրոյի Play-El Royale-ն իրոք բացառիկ է ոչ միայն իր հնչողությամբ, այլև ձևավորմամբ։ Այն պատրաստված է բացառապես ընկուզենու փայտից, ստեղնաշարը փղոսկրից է և զարդարված է փորագրազարդերով ու Շոպենի դիմանկարով։ Խաչատրյանի Արգենտինա այցից գրեթե կես դար անց այս լեգենդար գործիքը վերջապես հայտնվեց իր բնական միջավայրում։ Այս ընտանիքի դուստրը Սիրանուշը ամուսնացավ Արմեն Մեծատուրյանի հետ և Արզումանյան Մեծատուրյան հիմնադրամը որոշեց, որ այս գործիքի ճիշտ տեղը դա հենց Մայեստրոյի տուն-թանգարանն է և 2003 թվականին, երբ ամբողջ աշխարհը տոնում էր Մայեստրոյի 100-ամյա հոբելյանը, գործիքը կտրեց օվկիանոսը և հանգրվանեց տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում։ Վարվարա Մանուկյանը, որ պատմական կատարողական արվեստի ներկայացուցիչ է և դրանով տարվել է դեռ Մոսկովյան կոնսերվատորիայում Ալեքսեյ Լյուբիմովի դասարանում ուսանելու տարիներին, խիստ կարևորում է եվրոպական այդ ավանդույթը, որը նրա գնահատմամբ մեզանում զարգացման ընդհանուր միտումից չափազանց հետ է մնում։ Իհարկե Ամերիկայում, Ռուսաստանում արդեն այդ պատմական կատարողական արվեստը շատ է առաջ գնացել։ Մենք մի քիչ ավելի շատ հետ ենք։ Դրա համար իմ խոսքս ուղղում եմ բոլորին, որոնք լսում են, մեզ լավ գործիքներ են պետք, կլավեսին լավ չունենք, ընդհանրապես փոքր դաշնամուրներ, խամեր կլավիրներ չունենք, մեր հայկական ունկնդիրը կարող է միայն ժամանակակից Royale-ի վրա ամեն ինչը ունկնդրի, և դա շատ է սահմանափակում մեր մտածողությունը, մեր ընդհանրապես հորիզոնտը, և հուսով եմ, որ մենք կարող ենք առաջ գնալ, եթե մենք ավելի շատ դրա մասին խոսենք։ Երևանյան համերգում Վարվարա Մանուկյանը հայ երաժշտասերների գնահատմանը կներկայացնի 4 հայկական պրեմիերաներ, գործեր, որոնք երբևէ չեն հնչել Հայաստանում։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։